Ինչու աղմկում գետովսուրը բոլորս ծանոթ ենք։ Կա այնտեղ մի դրվագ, որտեղ շարքային սամոխին ասում է, այստեղից է սկսում պետական սահմանը, շարքային սամոխին։ Կարելի ասել, սա ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն է, որտեղ արձանագրվում եւ գրանցվում են ճանապարհատրանսպորտային պատահարները, ինչպես նաեւ օրինախախ այն վարորդների համար ավտոհետախուզումը հայտարարվում է այստեղից, որոնց վարորդները բերման են ենթարկվում երկաթյանը ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ։ Տեսակ չէ, թե որտեղից են Պուծովկա ստանում չարաճճի ոսկե երիտասարդները իրենց կատարած օին բազությունների համար։ Այդ մասին սակայն մի փոքր ուշ։ Հիմա անդրադառնամ շաբաթվա ամենաաղմկարուս դեպքերից մեկին։ Հասել ենք նրան, որ հանցագործ Ստահակը բենզինը լցրել է քնած մարդու վրա։ Դեկտեմբերի 18-ի լուսաբացին Ռուբինյանց փողոցում գործող CPS բենզալցականն է գալիս մի քաղաքացի եւ փորձում լիցքավորողից հափշտակել եղած գումարը։ Ճիվաղը հանդիպելով դիմադրության կոտրում է բենզինալցականի պատուանափեղկը եւ իր հետ բերած բենզինը լցնում 28-ամյա Արամայիս Դվոյանի վրա, որն այդ պահին բազմոցին քնած է լինում, եւ իրեն դիմադրություն ցույց տվող 25-ամյա Գուրգեն Կարապետյանի վրա։ Այլ ելք չունենալով Բացիլը փախնում է, ավարտին չհասցնելով սև գործը։ 4 ժամից ավել ոստիկանության նոր-նորքի քննչական բաժնի քննիչները քննչական բաժնի պետ Մեհեր Վարդանյանի գլխավորությամբ օպերատիվ քննչական գործողություններ էին կատարում հանցագործությունը տակ հետքերով բացահայտելու համար, մինչդեռ հանցագործն այս պահին դեռ ազատության մեջ է։ Անկախ նրանից կհայտնաբերվի հանցագործը թե ոչ, մեր կողմից նշված բենզալցականի տերերին հորդորում ենք։ Օրական միլիոնների եկամուտ ունեք։ Այդ անտեր տեսախցիկը ինչա չեք տեղադրում։ Մանավանդ հաստատ մոռացած չեք լինի, թե տարիներ առաջ ինչքան գումար տարան նույն բենզալցակայանից։ Ասել բենզին փողը թարի։ Ասալ ինչ փողը։ Կամ չի կարելի։ Ինչ փողը։ Դուր էլի փակեցի։ Կնապանը փակեցի։ Կնապանը փակեցի։ Ինքը արդեն այդտեղ ես որ խոսած արդեն հետս աշխատում արտնացա։ Այս ինչ անում ասի հելի Google։ Ինքը արդեն ինքը դրսի կողմից լուսին կպցրեց։ Կպցրեց տակից եկա բենզինի կրակը։ Այ բալամ, սենց բան կլինի այդ ձնին, ձնաբքին 1000 կիլոմետր կտրես ու հասնես Մեղրի, որ մի անգամ եւս համոզվեց, որ այս ճանշինները ուղակի կույրաղիկ են։ Բա ինչ ասեմ, կույրաղիկ չլինեն, խի պիտի այդ ճանապարհները այդ վիճակում լինեն, որ Իրանի քաղաքացի 44-ամյա Զոհրաբ Բարազադե Իանան Արևիկ գյուղի ճանապարհին մերկասառույցի պատճառով մարդատար ավտոբուսով կլխկոնձի տար։ Ու քանի որ ավտոբուսում գտնվելուց է եղել մեծ թվով ուղևորներ, չէր բացառում, որ ունենանք մեծ թվով զոհեր։ Այս դեպքում ունեցանք 1 զոհ եւ 25-ից ավելի վիրավոր։ Վիրավորներին օգնություն էին ցուցաբերում գյուղացիները, ճանապարհային եւ Մեղրիի ոստիկանները, Սյունիքի մարզի հրշեջ փրկարարներն ու շտաբօգնության բրիգադները։ Դամշանը գետի մեջ թափած կոնֆետները նկարի։ Երբ Սուրյանկյան հաղորդումներում դրական լույսի ներքո ներկայացրեցին Կոտայքի ճանշինի աշխատանքը, հարևան քաղաքների ճանշինները նեղսրտել էին, թե հեսա որ ձյունը գալու ես մեր լավ գործերը նկարես ու քո աչքով տեսնես, թե Սառնամանիքին ինչ տիտանական աշխատանքներ ենք կատարում։ Ավաղ ի հեճուկս էս հավաստիացումների երկնքից առած ձյուն տեղած ու երևաց, որ սրանց խոսքը գործ չդարձավ։ Ժամկետային զինծառայողները զորամաս մեկնելիս Հրազդանի ճանապարհին դարձյալ մերկասառույցի պատճառով դուրս են գալիս երթևեկելի գոտուց ու կողաշրջում։ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց։ Կադրերը դիտելով պատկերացում կկազմեք, թե ինչից են փրկվել ժամկետային զինծառայողները։ Երևան-Գյումրի ավտոճանապարհը նույնպես համարվում է ռազմավարական նշանակության կարևորագույն մայրուղի ու տրանսպորտի եւ կապի նախարարության մարզային կառույցների եւ ճանշինի թիվ 1 խնդիրն է օպերատիվորեն հեռացնել ձյունը, դրանով իսկ ապահովելով անվտանգ երթևեկը։ Մինչդեռ Արագածոտի եւ Շիրակի մարզերի պատասխանատուները չեն բարեաճում իրենց տաքուկ ջիպերից դուրս գան եւ բաց աչքերով նայեն իրականությանը։ Ճիշտ է, Շուշանիկ Միրզոյանը խոսեց մարզերին հասկացող միջոցների անհամաչափ բաշխման մասին, այնուհանդերձ պետք չի բավարարվել միայն այդ պատճառաբանություններով։ Ու հիշեք, որ ձեր թերի աշխատանքի հետևանքով հնարավոր է վթարի ենթարկվեն ձեր ազգականները, ինչպես որ եղավ Արտեգի բնակիչների պարագայում։ Գործարարներ 25-ամյա Նելի Չարչյանը իր մոր 54-ամյա Փարանզեն Պապոյանի հետ Սուզուկի Մագնիշի ավտոմեքենայով դեպի Գյումրի ընթանալիս Թալինի շրջանի Դավիթաշեն գյուղի հատվածում ձյան չմաքրման հետևանքով դուրս են գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց ու 20 մետր գլորվում ձորը։ Վթարի հետևանքով մայր ու աղջիկ տեղափոխվում են հիվանդանոց, ու մինչև այս պահը բժիշկները պայքարում են աղջկա կյանքը փրկելու համար։
Մեքենայի հարվածից կոտրվել է էլեկտրասյունը, իսկ հաջորդ օրը ահազանգում էին, թե վիրավորների վրայից ու մեքենայից անհետացել են ոսկյա զարդերը։ Իրականությունը դա, թե ոչ, իրավապահների գործն է, բայց վթարի պայից մինչև հաջորդ օրը մեքենայի դուրսբերումը չհանդիպեցինք աղ ու ավազ լցնող շանգյալներին։ Հարգելի վարորդներ, չմտածեք, թե բոլոր վթարների մեղավորները ճանշինականներն են։ Դուք էլ այնքանով եք մեղավոր, որ խուզված ու թրաշված անիվներով եք փորձում կես մետրանոց ձների միջով անցնել, երբեմն էլ ոտքը գազի չհեռացնելով։ Ինչպես որ այս դեպքի վայրում Mercedes վարողը հայհայեր գայի զվոդի պետին, կրանովչիկին ու ինձ կատոկ էր անելու։ Ստեղ են ասում. տաքսի, 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 իմ յարինասի։ Այս մարդը երևի աշխարհի վերջի հետևից էր ընկել, հաշվի չէր առել անիվների մաշվածությունն ու ճանապարհի մերկասառույցը։ Դեկտեմբերի 21-ին մինչ աշխարհը սրտատորով սպասում էր իր վերջին, կեսգիշերից քիչ անց Նոր Խարբերդի բնակիչ 50-ամյա Կարեն Ղազարյանը Լադայով Խարբերդի ճանապարհին կլղկոնձիա տալիս ու փափուկ վայրեջ կատարում Ստալինյան ջրատարում։ Իսկ է Յուրի Գագարին, սակայն ի տարբերություն Գագարինի ողջ է մնում։ Այս խեղճ վարորդին արդեն լուսաբացին օգնում են սերվիսի ու գայի տղերքը, հարևանությամբ գտնվող դպրոցի երեխաները, որոնք գերադասել են գային դեպքի վայր ավտո հանեն, քան դպրոցում սառած նստարանին հերթական երկուսը շալակին։ Իսկ վարորդը կատակում էր, թե ոչ աշխարհի վերջը եկավ, ոչ էլ իմ։ Պատկան մարմինները աշխատանքները չէին կատարել մերկասառույցը վերացնելու ուղղությամբ եւ տաքսի ավտոմեքենայի վարորդը մերկասառույցի պատճառով հայտնվել է Ստալինյան ջրատարում։ Սայաթ Նովան ասում էր. իմ ջուրն ուրիշ ջրեն է, ամեն մարդ չի կարնա խմի։ Այդ Սայաթ Նովան, իսկ Երևանի բնակիչ 27-ամյա Արթուր Էրվինյանը հաստատ կարա երկի իմ պիվեն իմ թակավորն է։ Ու գիտեք խի, որովհետև այս մեր հերոսը մի լավ կոնծած Սայաթ Նովա փողոցում կարմիր գույնի Mercedes-ով դուրս է գալիս հանդիպակաց գոտի ու բախում մեկ այլ Mercedes-ի։ Արխային կայնի արխային կայնի Վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում մինչև կոկոնը տաքացած Արթուրը ու նրա մեքենայում գտնվող գիշերային ակումբի 2 պարուհի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց։ Դեպքի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի ցուցումով ժամանակավորապես դադարեցվեց նշված հատվածի երթևեկությունը, մինչև ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահական ծառայության գնդի աշխատակիցները շտապօգնության մի քանի բրիգադներով վիրավորներին տեղափոխեցին։ Վիրավորներին տեղափոխելու ժամանակ ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրեց նաև ազգային անվտանգության ծառայության պետի մեքենան։ Իսկ նշված ավտոմեքենայի վարորդը չասեց, թե յալլա յալլա ճամփատվեք, պետք է գնամ։ Ժողովուրդ ջախեցում եմ մի հատ բոլորը։ Էսի մասի չէ։ Էսի մասի չէ։ Թե ճիշտ են ասում էլի, որ կարմիր կովը իր կաշին չի փոխի, ինչպես որ չի փոխվել Mercedes-ի հարբած վարորդ Արթուր Էրվինյանը, որը ամիսներ առաջ էլի վթարի էր ենթարկվել Կոտայքի մարզում։ 70 լիտր ոչ մի մեքենա։ Այն մարդ Հայաստանն էլ ունենա աղյանք ու այդ ձյունը ալանի լինի։ Տնաշեներ, աշխարհի վերջնա ինչա, ալարել եք մի Ղազան Հարիսայի աղ լցնեք ճամփեքին։ Բա ով է պատասխան տալու շղթայական այս ավտովթարի համար։ Թե էլի արդարանալու եք, սպասում ենք աշխարհի վերջին։ Վայ աշխարհը փուլգա ձեր գլխին, 2 կիլոմետր չարչի նման ապարատը ձեռքս դարել է գիտ։ Իսկ գայի տղերք ու քնիչները էսկիմոս։ Աշխարհի վերջի առավոտյան լրիվ վերջն էր Արագածոտնի մարզի Արայի գյուղից մինչև Ափնագյուղ տանող ճանապարհահատվածը։ Մերկասառույցի պատճառով միանգամից իրար էին դոմփել 30-ից ավելի ավտոմեքենա։ Մի քանի հոգի վնասվածքներ են ստացել։ Այս ամենից հետո ճանշինականները արդարանում են, թե հեսա եղի բրոնզով եկել ենք, ճամփեքը կբացենք։ Այնինչ 5 ժամից ավելի տևեց, մինչև Արագածոտնի մարզի քնիչներն ու ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի աշխատակիցները վերականգնեցին բնականոն երթևեկությունը։ Իսկ ապարանի միլպետ Սերգո Ավետիսյանը հայհայեր դեպքի վայր էր ուզում բերել ավանակներին, անօգնական ու ապային սպասող վարորդներին դուրս բերելու համար։ Դեկտեմբերի 21-ը մայաները համարել են աշխարհի վերջ, բայց ինչպես տեսնում եք, աշխարհի վերջը չեղավ, այդ ամենը փուչիկ էր եւ պայթեց։ Բայց այս պահին Արագածոտնի մարզի Ափնագյուղի հատվածում ուրիշ անուն չես կարող տալ, քան սա վերջն է։ Իսկ ճանշինականները հերթական անգամ անպագոր կհայտարարեն, թե առավոտը ժամը 6-ից աղ ու ավազը ձեռքներին Լենինյան շաբաթօրյակի նման աղը ցանել են, իսկ իրենց մեղքով չի եղել այս վթարը։ Այն որ ասում են 100-ի կեսը 50-ն է, դա անվիճելի է։ Ինչպես որ ոստիկանությունը անվիճելի պայքար է սկսել ոսկե երիտասարդների դեմ, որոնք գոլդ համարանիշներով երկաթյա արագընթաց նժույգներով սիրում են լոպազավարի իրար հետևից ընկած երթևեկության կանոնները խախտելով փողոցները չափչփեն, բայց շատ չկարողացան վայելել իրենց խախտումները Mercedes G500 եւ Lexus Magnus-ի 50-100 համարանիշներով մեքենաների ջայլները։
Հարգելիներս, գոնե այս անգամ ձեր ականջերին օղ արեք, որ ոչ ոք բարի քյալա չի տալիս ձեր լկտիության համար, այլ ամենավերջին խոսքերով են հիշում ձեզ, իսկ երբեմն էլ ասում են, թե գնացեք, հեսա կդառնաք անջրաչափ պուլպուլակ։ Ձեզ չեք խղճում, խղճացեք ձեր ծնողներին, չնայած նրանք էլ ունեն իրենց մեղքի բաժինը, որ սրանց նման անդաստիրակ են մեծացրել։ Արդեն մեկ շաբաթ է Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ճվոպետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, այսպես ասած, ժողովրդի ասած պապայի բալաների, անդաստիրակ զավակների երկաթյան նժույգները տեղափոխում են այստեղ Տուգանային հրապարակ, որտեղ էլ պարզվել է, որ ասենք Մոսկվիչի համարանիշները, հաշվառված Մոսկվիչի համարանիշները դրված է եղել ինչ-որ օլիգարխի, ինչ-որ սափրագլուխի, ինչ-որ նախարարի, ինչ-որ պետական ձերակեր չինովնիկի երկաթյան նժույգի վրա։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։